Պարոն Դրմեյան, ինչ ակնկալիքով դիմեցիք սահմանադրական դատարան, որտեղ հիմնականում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նշանակած կադրերն են։ Մենք հայտարարել ենք, որ ամսի 8-ից սկսած, որ նախ եւ առաջ չենք ընդունում ընտրության արդյունքները եւ հետամուտ ենք լինելու իրավական ճանապարհով ամբողջ գործիքակազմը օգտագործելուն եւ ըստ այդմ քայլեր ձեռնարկել ենք։ Նախ դիմեցինք վերահաշվարկի համար ամբողջ Երևան քաղաքում եւ նաեւ որոշ մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետեւ դիմում ներկայացրեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու խնդրանքով դուք հավանաբար ներկայ եք եղել այդ նիստին, ուղղակի մեղմ ասած խայտառակություն էր, իրավական տեսանկյունից ոչ մի կարգ չէր պահպանվում, միջնորդությունները նորմալ քննության առարկա չէին դառնում եւ հաջորդ փուլը դատական ճանապարհն էր։ Մի քանի օր առաջ հայց էինք ներկայացել վարչական դատարան, որով վիճարկում ենք հունիսի 14-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումներից մեկը, ինչպես գիտեք, երկու որոշում էր ընդունել հանձնաժողովը, դրանցից մեկը վարչական դատարան ենք բողոքարկել եւ այսօր արդեն մուտքագրեցինք դիմումը սահմանադրական դատարան, որով վիճարկում ենք ընտրությունների ամփոփումը։ Անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրությունները։ Երկրորդ փուլ նշանակել, թե միայն անվավեր ճանաչել։ Չէ, այս պահին անվավեր ճանաչելու պահանջ ենք, խնդրանք ենք ներկայացրել սահմանադրական դատարանին։ Մեր համոզմամբ այն խախտումները, որոնք առկա են եղել եւ ընտրություն քվեարկության օրը եւ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կոմուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա եւ չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը։ Ինչ եք դրել, ինչ փաստեր եք դրել, փաստարկներ եք դրել, որովհետեւ տեղյակ եք, որ իշխանությունը ընդդիմությանն է մեղադրում ընտրախախտումներով ընտրվելու, հատկապես ընտրակաշառքն են շեշտում։ Դուք օրինակ եթե ասում եք, որ ընտրությունները չեն անցել այնպես, որ համապատասխանեն, լեգիտիմ լինեն եւ վիճարկման ներկայացրել, դուք ինչ փաստարկ եք բերում, օրինակ, որը կարող է սահմանադրական դատարանին համոզիչ տալ։ Շատ են ապացույցները, մի քանի խմբի կարող եմ առանձնացնել, ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է եւ ռեպրեսիվ միջոցների օգտագործումը հենց քարոզարշավի ժամանակահատվածում։ Ճնշումները ոչ միայն քաղաքական ուժերի նկատմամբ, այլ առաջին հերթին հենց ընտրողների եւ ընտրազանգվածի նկատմամբ, այսինքն քաղաքացիների նկատմամբ այնպիսի միջոցների գործադրում, որ նրանք զերծ մնան օրինակ կոնկրետ դեպքում միասյան թևերի հավաքներին ներկայանալուն կամ միասյան թևեր կուսակցության միջոցառումներին ներկայանալուն։ Երկրորդ բլոկը վերաբերում է նախընտրական հիմնադրամի ֆինանսավորմանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նախընտրական հիմնադրամի օրենքով սահմանված շեմը մեր համոզմամբ հատած լինելուն, սա կարևոր դրույթ է եւ կարելի է ասել մեր ընտրական process-ներում երբևէ չի բարձրացվել այս հարցը նախկինում։ Կարևոր է այն առումով, որ գործող օրենսդրությունը շեմ է սահմանում, որից ավել կուսակցությունները չեն կարող օգտագործել ֆինանսական միջոցներ նախընտրական process-ի ժամանակ։ Քաղաքացիական պայմանագիրը ամբողջ ծավալով օգտագործել է, կարելի է ասել, այդ միջոցները 800 միլիոն դրամի հայտարարագիր է ներկայացել, շուրջ 800 միլիոնի, բայց նախընտրական հիմնադրամում չեն ներառվել մի շարք ծախսեր, որոնք փաստացի կատարվել են մեր համոզմամբ, կամ ներկայացվել են ծախսեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը, այն ծավալով, որը որ ներկայացված է, մենք դրանք եւս բարձրաձայնել ենք ներկայացել ու դրա մասին նաեւ փաստարկված ներկայացրեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, խնդրեցինք փորձագետ ներգրավել ճիշտ հաշվարկներ կատարելու համար, որը մերժվեց մեր միջոցով։ Բաթեվանյանը ասաց, որ իրենք առաջնորդելու են, որ որոշ դատավորներ այս քննությանը չմասնակցեն։ Հնարավոր է դուք ևս այդպիսի բան։ Նման մոտեցում այս պահին մենք չունենք, դա կախված կլինի նաև դատավարության ընթացքից, նիստերի ընթացքից։ Պարոն Դրմեյան, առհասարակ համոզված ենք, եկել ենք սահմանադրական այն համոզման, որ չենք տեսնի այն վակխանալիան իրավական, որ տեսան Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ եթե սահմանադրական դատարանը մնա իր բարձունքի վրա, ապա կունենանք իրոք իրավաչափ։ Հենց այդ համոզումը որտեղից, որ ասում եք համոզված։ Որպես իրավաբան եմ ասում եւ սա որպես վերջին չնչին հույս չեմ կարող կանխակալ կարծիք արտահայտել այս պահին։ Ես հույս ունեմ, իսկ մեր պատմության մեջ եղել են այդպիսի դեպքեր, որ դատարանները առանձին դեպքերում իրապես խիզախություն են ցուցաբերել ամենավճռական պահերին եւ կայացրել են իրավաչափ որոշումներ օրենքի եւ իրավունքի էությունից բխող։ Կարծում եք սա այդ դեպքն է։ Ես ասի հույս ունեմ։
հույս ունենք, որ դա իրականություն կդառնա։ Եթե չդառնա, Եթե չդառնա, մենք չենք ընդունում ընտրության արդյունքները, եթե չդառնա, ուղղակի Սահմանադրական դատարանը փաստորեն եւս մեկ անգամ կընդգծի, որ մաս է դառնում այն անօրինություններին, որ այսօր կատարվում են Հայաստանում։ Ուժեղ Հայաստանի լիդերի հայտարարությունից, այսպես համախմբման ընդդիմադիր դաշտում, դուք պատրաստվում եք մաս կազմել այդ համախմբմանը, ընդհանուր նրա հայտարարած, եղել են արդյոք արդեն խորհրդակցություններ կամ հստակ որոշումներ։ Ողջունում ենք այդ հայտարարությունը, եթե կլինի արդեն հստակ առաջարկ կոնկրետ քայլեր, ինձ թվում է կլինեն քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ, այս պահին մենք չունենք։ Եվս մասնակցելու եք։ Այս պահին մենք չունենք նման առաջարկ, կլինի, կքննարկենք։ Այդ առաջարկը ինչպես եք սպասում, որ պետք է լինի։ Այս պահին մեր ուժի դիրքորոշումը սա է, երբ որ կունենանք առավել հստակ, իրեք հաշվի առնելով նաև նախորդ փորձը, նախկինում թե ինչպես որքան էին լինում այդ հանրահավաքները ու ուժ տարան, մենք կարծում ենք, որ պատասխանատվություն ստանձնելու համար որոշակի հստակություն պիտի լինի, երբ որ կլինի այդ առաջարկը, կլինի ավելի դետալային քննարկում, մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք, բայց ողջունում ենք։ Այդ առաջարկը ինչպես եք սպասում, որ պիտի լինի։ Սամվել Կարապետյանը արդեն իսկ հայտարարություն է արել, սպասում եք, որ Ես չեմ առաջարկ անողը։ Չէ, նկատի ունեմ, սպասում եք, որ անձամբ պիտի գան միասնության թևերի հետ։ Վստահ եմ, որ բավական քաղաքական փորձ ունեն ուժերը, մեր ընդդիմադիր ուժերը, որ գտնեն ձևաչափը քննարկումներ կազմակերպելու։ Պարոն Դրմյան, նաև այսօր մամուլը գրել էր ձեր թիմի երեխեք ֆինանսական բյուջետային մասով նշելով, որ օրինակ Արման Թաթյանը 500 միլիոն դրամի վարկ է վերցրել, որպես այդ նախընտրական ծախսերը կարողանան հոգալ եւ այլ դրա վերաբերյալ ձեր մեկնաբանությունը։ Մեր ֆինանսները մենք ներկայացրել ենք, մեր ֆինանսական բլոկի մասով ներկայացված են բոլոր հաշվետվությունները, որոնք ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ավելին դրանք հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, հրապարակված են ոչ միայն թվերով, այլև բոլոր թվերի տակ դրված են կոնկրետ պայմանագրեր, այնպես որ առավել թափանցիկ, ես տեղյակ չեմ, որ ինչ տեղեկության մասին եք դուք խոսում։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, հավելելու բան ունեք, մոտեցեք